Բարև ձեզ, Արոդոնից սերատիպի վիդեոները ենքան բերել է իմ ռեկում, որ արդեն որոշեցի դրա մասին խոսամ։ Տեսեք, շատերը սենց խառնվել են, գրել են, հա, պարսիկները գալիս են Հայաստան, բան, ինչքան էլ անգրագետ լինես, կարաս ինֆորմացիա ստանաս, հիմա Նորդոզում վաբշե 300 հոգի մետել են Հայաստան։ Այս ավտոները, որ դնում ես Թեհրանից են դուրս գալիս, խի են դուրս գալիս, որովհետև Թրամփը ասել է դուրս եկեք Թեհրանից, որովհետև ուզում ենք խփենք։ Թեհրանում 15 միլիոն մարդ է ապրում։ Հենց մենակ մայրաքաղաքը Թեհրանը մի քանի անգամ ցելի Հայաստանից մեծ է, որ ուզենան էլ այստեղ չեն դեղավորվի։ Ինչքան է ցավը լինի ասացես, բայց իրանք արդեն գիտեն, որ Հայաստանում ինչ վիճակամարտիկ, ինչքան են ռասիստ, խնդրես էլ չեն գա։ Ուրեմն այս վիդեոն ինչ է։ Պարսկստանում ուրիշ նահանգում Կասպի ծովի մոտավոր 60 հատ տարբեր հյուրանոց լրիվ ծերի սերվիս են տալիս պարսիկներին, որ Թեհրանից դուրս գան, այնտեղ տեղավորվեն, մինչև հասկանա ինչ է լինելու։ Հենց Պարսկստանի մեջ մի քաղաքից տեղափոխվում են ուրիշ քաղաք։ Մի խառնվեք, որ գան էլ այստեղ վերեկները փող եք աշխատելու։ Քիչ եք փող աշխատել այդ ռուսների վրա, մի հատ շամբուն է 60,000 դրամանոց խոսքի տուն է տալիս եք 400,000 դրամ վարձով։ Մոռացել եք։ Փող եք աշխատել, տուրիստ են, էլի մի հատ տաքսի նստում են 800 դրամի փոխարեն 5,000 դրամ եք վերցնելու։ Ինչ վատ է, դրա մեջ ինչ վատ բան կա։ Իսկականից չէի ուզում ասես կոպիտ խոսալ, բայց շուտվանից թեհրանցիները Թեհրանից չեն գալիս, թեկուզ մինչև պատրաստ են մանգալու համար չէին գալիս Հայաստան, ինչի համար, որովհետև արդեն պալիտ աղել, որ այստեղ մարդիկ ինչքան ռասիստ են ու ինչքան գարան ցավոտ բաներ ասեն, անեն մարդկանց հանդեպ։ Թեհրանից այստեղ 1200 կիլոմետր է։ Այս պարսիկները, որ այստեղ տեսնում եք մեկ-մեկ, Ադրբեջանի նահանգից են գալիս, որը որ ձեր սահմանին կպած է։ Իրանց վրա ավելի էժան են ստում կան Հայաստան մանգան, քան ստե գնան Թեհրանում մանգան։ Ու գները Թեհրանում, ստեից թանկ է դաժե։ Չգիտեք ուղղակի դուք։ Գնացել եք սահման շոկոլադը գարել, գիտեք Պարսկստան էժանը։ Այդ ամեն ինչը մի կողմ։ Թեկուզ մի քանի հոգի էլ փախստական մտնեն այստեղ օգնեք։ Ինչ կլինի, ձեզանից ինչ է գնում։ Մոռացել եք 90-ականները ինչքան են պարսիկները հայերին օգնել։ Հայաստանի վրա սաղ սահմանները փագեր, լուբոյ ձեր կողքի հարևանները սահմանը փագել են, ոչ մի սերուն չեր մտում Հայաստան ու ես չեմ ասում, կարաս պապիկից այդ հարցնես։ Շատեր են ասում, եթե պարսիկը այն ժամանակ չօգներ, շատեր սովից կմեռնեին։